Ողջույն իմ YouTube-յան հետևորդներ, շարունակելով 2026 թվականի կանխատեսումը հորոսկոպի համաստեղության նշանների համար, այս անգամ անդրադառնալու ենք ցուլի համաստեղության ժամանակ ծնված մարդկանց։ Եթե առաջին անգամ եք իմ YouTube-յան ալիքում, ապա չենք մոռանում հավանել այս տեսանյութը եւ բաժանորդագրվել ալիքին հետագա հաղորդումները բաց չթողնելու համար։ Ես Արթուրն եմ, զբաղվում եմ տարո խորհրդատվությամբ, էզոտերիկայով եւ ուսումնասիրում եմ աստղաբանությունը, ուստի եթե դու նույնպես հետաքրքրված ես այս թեմաներով, կարող ես հետևել ինձ նաեւ իմ Instagram-յան էջում, որտեղ ես գտնվում եմ անմիջական կապի մեջ իմ հետևորդների հետ եւ կատարում եմ գրառումներ։ Իսկ եթե ցանկանում ես ունենալ քո անձնական տարո խորհրդատվությունը քեզ հետաքրքրող թեմայով, գրիր ինձ անձնական նամակ Instagram-ում կամ իմ WhatsApp-ի հեռախոսահամարին, որը դու տեսնում ես էկրանին։ Խորհրդատվությունները անցկացվում են ձայնային հաղորդագրության, տեսազանգի կամ օֆլայն դեմ առ դեմ հանդիպման տարբերակներով։ Եթե չես տեսել իմ նախորդ 2026 թվականի նումերոլոգիական վերլուծությունն ու կանխատեսումը, ապա գնա էջ եւ այն նույնպես դիտիր, իսկ մեկնաբանություններում կիսվիր քո կարծիքներով եւ գրիր քո հորոսկոպի նշանը, որպեսզի դրան նույնպես անդրադառնամ։ Դե ինչ, սկսենք 2026 թվականի կանխատեսումը ցուլի համաստեղության մարդկանց համար։ Ինչպիսին կլինի 2026-ը առհասարակ, ինչ էներգիաներ կա այս հորոսկոպի նշանի համար, ինչպիսին կլինի նրանց անձնական, ֆինանսական եւ էմոցիոնալ կյանքերը 2026 թվականի ընթացքում։ Այսպիսով 2026-ի հիմնական էներգիաները ցուլի համաստեղության մարդկանց համար։ 2026 թվականի հիմնական էներգիաների հետ կապված ունենք հետաքրքիր պատկեր նրանով, որ այստեղ չունենք ավագ արկաններ 22 էներգիաներից, որը խոսում է նրա մասին, որ 2026 թվականը ցուլի համաստեղությամբ մարդկանց համար ավելի շատ գերհագեցած է լինելու առօրյա կենցաղային հոգսերով, կյանքով, խնդիրներով եւ միջանձնային հարաբերություններով, այլ ոչ թե օրինակ ինչ որ բարձր կարմայական պարտքեր տալով կամ ինչ որ մեծ հոգեվոր արժեքներով լի օրերով ու խնդիրներով։ Այստեղ առաջին էներգիան, որ տեսնում ենք ցուլի համաստեղության մարդկանց 2026 թվականի ընթացքում, դա գավազանների արքայազն է։ Գավազանների արքայազնը դա այն ներքին կրակը, էներգիան ու իմպուլսն է, որը մարդկանց պետք է օգտագործել սեփական նպատակներին, ցանկություններին հասնելու եւ հաջողելու համար։ Ցուլի համաստեղությունը հողի տարերքն է եւ հաճախ հենց այս համաստեղության մարդիկ լինում են բավականաչափ հողակցված, դանդաղաշարժ, շափից դուրս շատ են հաշվարկում իրենց բոլոր քայլերը եւ իրենց կյանքում պակասում է հենց այդ անհրաժեշտ կրակը, կայծը, որը նրանց կդրթի որոշակի գործառույթներ կատարելուն եւ իրենց նպատակներին հասնելուն։ Ուստի 2026 թվականին այս համաստեղությամբ մարդկանց շատ կարեւոր է գտնել այդ ներքին կրակը, գտնել այն, զարգացնել եւ վերջապես ունենալ բավականաչափ ուժ, եռանդ, ցանկություն սեփական նպատակները իրագործելու համար, որովհետեւ ցուլի համաստեղությամբ մարդիկ ունեն այսպես բնավորություն անընդհատ հետաձգելու, խնդիրներ լուծելու կամ պլանները ականջի հետև գցելու եւ ավելի շատ չեջ դնում են իրենց կոմֆորտի, հանգստի եւ ուղղակի ոչ մի բան չանելու վրա։ Իսկ այստեղ կարեւոր է, որ զարգացնեք այդ ձեր ներքին կրակը, որովհետեւ եթե դուք չպայքարեք ձեր ցանկություններին հասնելու ճանապարհին, դա ձեր փոխարեն ոչ մեկ չի անելու։ Նաև այստեղ կարևոր է, որ ցուլի տարերքի մարդիկ այս տարի կարողանան տիրապետել իրենց գաղափարները, որովհետև հաճախ են այս համաստեղության մարդիկ ունենում փոքր-ինչ բարձր ինքնագնահատական եւ մյուսներին նայում են վերևից կամ նայում են բացառապես ֆինանսի եւ փողի տեսանկյունից, որ եթե մարդը չունի բավականաչափ ֆինանս, ուրեմն ինքը չի հաջողել այս կյանքում։ Իհարկե, աղքատությունը ոչ մի պարագայում չպետք է ռոմանտիզացվի, որովհետև աղքատությունը դա իհարկե թերություն ու արատ է, որքան էլ դա ուզեք թե չուզեք, աղքատ մարդը այս կյանքում հաստատ շատ սխալներ է արել։ Բայց միևնույն ժամանակ չպետք է տրվել այդ հարստության գայթակղությանը եւ մարդկանց գնահատել բացառապես ելնելով իրենց ֆինանսական կարգավիճակից եւ եթե ձեր մոտ կա որոշակի ավել ֆինանսական կարգավիճակ, ոչ մի պարագայում պետք չի մյուսներին նայել վերևից, ինչը ցուլի համաստեղության մարդիկ շատ հաճախ են անում։
Այս համաստեղության մարդիկ նաև ունեն շատ լավ զարգացած տրամաբանական ունակություններ եւ երբեմն հանդիպելով այլակարծությանը կամ որևիցե գաղափարների, որոնց հետ նրանք պարզապես համակարծիք չեն, հաճախ այս համաստեղության մարդիկ շատ խիստ են արձագանքում դրան եւ անգամ կարող են լինել կոպիտ։ Այս բaragայում շատ կարեւոր է, որ դուք կարողանաք այդ կառավարել այդ ձեր ներսի կոպտությունը ու թույլ չտալ ձեզ վիրավորել մարդկանց, թեկուզ եթե համակարծիք չեք նրանց հետ կամ գտնում եք, որ դուք գտնվում եք կրթական ավելի բարձր մակարդակում, քան տվյալ մարդը։ Եթե կարողանաք գտնել ձեր ներսի կրակը կամ գտնել այն մեկ այլ մարդու մեջ, օգտագործեք այդ էներգիան, այդ մարդու շնորհիվ, այդ մարդու հետ միասին կամ օգտագործեք ձեր ներսի էներգիան, որպեսզի հասնեք ձեր ցանկություններին ու նպատակներին։ 2026-ը ցուլերի համար լինելու է հենց գործելու, աշխատելու, պայքարելու, կոպիտ ասած վիզ դնելու տարի, որովհետև առանց դրա հնարավոր չի ուղղակի նստել ու սպասել, թե երբ երկնքից մանանա թափվելու մեր գլխին։ Երկրորդ էներգիան, որ կա, դա երկու գավաթի արկանն է։ Երկու գավաթը խոսում է միջանձնային հարաբերությունների մասին, ու այստեղ միջանձնային հարաբերությունները երկու դրսևորում է ունենալու 2026 թվականի ընթացքում։ Առաջինը դա հարաբերություններն են, որոնք կրում են սիրային բնույթ, հարաբերություններն են հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, ուստի այստեղ շատ կարևոր է, եթե զգում եք, որ դուք ունեք զգացմունքներ տվյալ մարդու հանդեպ, չվախենալ այդ մարդուց, չվախենալ այդ հարաբերությունները ցույց տալուց, գտնվել ինչ-որ ֆլիրտային վիճակների մեջ, որովհետև այդ տեսակ շփումը ձեզ կարող է տալ այն ֆունդամենտը հետագայում արդեն ավելի լուրջ հարաբերությունների փուլ թևակողելու համար։ Չենք վախենում հարաբերությունների պատասխանատվություններից, չենք կարծում, որ հարաբերությունները դա միայն պատասխանատվությունն է, փողային հարցերն են, խնդիրներն են, որովհետև ցուլի համաստեղության մարդիկ շատ հաճախ են վախենում հենց այդ սիրային հարաբերությունների մեջ մտնելուց, կարծելով, որ այն իր հետ բերելու է բազմապիսի խնդիրներ ու խնդիրներ, ֆինանսական պարտականություններ եւ նրանք պարզապես դրա ժամանակը չունեն։ Չէ, 2026 թվականը բերում է ողջ հնարավորությունները, բերում է պոտենցիալը հենց այս էներգիայի հետ ճիշտ աշխատելու, որովհետեւ դա շատ դրական կարող անդրադառնա ձեր հետագայի վրա։ Սիրային հարաբերություններից զատ մյուս դրսևորումը երկու գավաթի դա պարզապես միջանձնային հարաբերություններն են մարդկանց միջև, որտեղ առաջնային տեղ ունի զգացմունքներն ու հույզերը։ Առհասարակ ցուլերի համար շատ կարևոր է, որ իրանք իրենց մեջ զարգացնեն այդ էմպաթիայի զգացողությունը, որպեսզի չարժեզրկեն դիմացինի զգացմունքները եւ հարգեն դիմացինի հույզերը։ Հաճախ ցուլերը տրվում են այդ գործնական հարցերին, կենցաղային հարցերին, ամեն ինչի մեջ փորձում են տեսնել շահ, գործնական հնարավորություններ եւ մոռանում են, որ մարդիկ առաջին հերթին հուզական էակներ են, ունեն հույզեր եւ չպետք է սեփական քայլերով, խոսքերով, դիրքորոշումներով վիրավորել դիմացինի հույզերը։ Եթե կարողանաք ճիշտ կերպով զարգացնել հարաբերությունները, նույնպես գործնական հարցերում կունենա միանշանակ դրական ազդեցություն ձեր 2026-ի համար, որովհետև գործնական հարաբերություններում էլ հաջողելու համար կարևոր է կարողանալ ճիշտ համագործակցել այլ մարդկանց հետ, չխուսափել partnership-ներից, համագործակցություններից եւ ինչու՞ չէ նաեւ ավել պատասխանատվություններ վերցնելուց։ Երրորդ քարտը եւ ըստիս ամենահետաքրքիրը այս պարագայում դա 7 գավաթն է, որովհետև 7 գավաթը խոսում է ներքին իլյուզիաների, խաբկանքների եւ ինչ-որ չափով գայթակղությունների մասին։ Ցուլերի համար շատ կարեւոր է, որ 2026-ի ընթացքում չտրվեն այդ ներքին իլյուզիաներին, չապրեն մի հորինված աշխարհում, որոնք իրենք են, իրենց համար հորինել եւ առաջնորդվում են այդտեղ, որովհետեւ երբեմն ցուլեր կան, որ իրոք կորցնում են, իրենց հողակցված լինելու ունակությունը, չնայած նրան, որ ցուլը հողի տարերք է, բայց երբ որ ցուլը կորցնում է իր կապը հողի տարերքի հետ, դադարեցնում է լինել հողակցված կամ այդ grounding-ի, mindfulness-ի վիճակում, շատ հաճախ հենց ցուլերը իրենց համար ստեղծում են պատրանքներ, իլյուզիաներ, որին հավատում են եւ առաջնորդվում են դրանով։
7 գավաթը հենց շատ հաճախ դրսևորվում է միջանձնային հարաբերություններում, եթե դուք կգտնվեք հարաբերություններում կամ թեկուզ ինչ-որ ֆլիրտի մեջ ինչ-որ մարդու հետ 2026-ի ընթացքում, շատ կարևոր է, որ դուք ձեր գլխի մեջ չստեղծեք ինչ-որ fake պատկեր, fake իրականություն ու չհավատաք դրան, որովհետև այդ պարագայում դուք ուղղակի կապրեք ինքնախաբեությամբ եւ ձեր քայլերը արդեն չեն կրի ինչ-որ ռեալիստական բնույթ։ 2026 թվականի ընթացքում ցուլերը տարատեսակ գայթակղությունների հետ են առերեսվելու, որովհետև եթե ուսումնասիրենք 7 գավաթ քարտը, կտեսնենք, որ այստեղ կա հղում հենց այդ 7 մահացու մեղքերին, ինչպիսիք են հպարտությունը, ծուլությունը, շատակերությունը եւ այլն, ինչը այս ամենը հենց հարիր է ցուլի տարերքի մարդկանց համար։ Շատ կարեւոր է, որ ամեն դեպքում, որքանով էլ որ մենք տարվենք կենցաղային հարցերով, գործական հարցերով, չմոռանանք մեր հոգեվոր էության մասին եւ գտնվենք այդ հոգեվոր վիճակների մեջ, ինչպիսիք են մեդիտացիաները, աղոթքները, յոգան, հոգեվոր պրակտիկաները եւ պարզապես հոգեվոր ուսմունքների ու գիտելիքների ուսումնասիրությունը։ Ցուլերը շատ հողակցված մարդիկ են, ովքեր ապրում են, ասենց առօրյա հարցերով, գործական հարցերով, ֆինանսներով, ինչպես նաև տեսնում ենք այս մեր հիմնական էներգիաներից, որ 2026-ը ավելի շատ լինելու է հենց նման միջանձնային հարաբերությունների ու կենցաղային հարցերին ուղղված տարի, ուստի այս ամենի մեջ շատ կարևոր է չկորցնել մեր հոգևոր էությունը եւ չդադարեցնել զարգանալ նաեւ հոգեպես, այլապես կարող ենք ստեղծել իլյուզիաներ, հավատալ դրանց եւ գնալ սխալ ուղղությամբ։ Ինչպիսին կլինի 2026-ը ցուլերի համար նրանց սիրային կյանքում, ֆինանսներում եւ հուզական դաշտում։ Ուրեմն առաջին հերթին ֆինանսները ցուլերի կյանքում ինչպիսին կլինեն 2026-ի ընթացքում ցուլերի սիրային անձնական կյանքը եւ հուզական դաշտը։ Ֆինանսների հետ կապված ամեն ինչ ավելի բարենպաստ լինելու մասին է այստեղ խոսում։ 3 գավաթը ֆինանսական հարցերում խոսում է նրան մասին, որ ֆինանսական լուրջ խնդիրներ 2026 թվականի ընթացքում ամենայն հավանականությամբ ցուլերին չեն սպասում։ Այստեղ շատ կարևոր է, որ չլինենք կարճած այդ նյութականից, որովհետև ցուլերին շատ հաճախ հարիր է լինում ժլատությունը, որ փողը աշխատում, դիզում են, ամեն կերպ սպահում են ու չեն թողում, որ այդ փողը իրենց մոտից գնա։ Այն շատ կարևոր է կարողանալ նաև այդ ֆինանսը վայելել, օգտագործել այդ ֆինանսը մեր կյանքը ավելի հաճելի, կոմֆորտ դարձնելու վրա, իսկ ցուլերի համար շատ կարևոր է հենց այդ մարմնական կոմֆորտը, այդ հաճույքը, թանկարժեք գնումները, տան դեկորը, ուստի այդ ֆինանսը, որը 2026-ի ընթացքում կգա, շատ կարևոր է, որ ցուլերը ներդնեն իրենց հանգստի, ռելաքսի, իրենց կյանքը ավելի գեղեցիկ դարձնելու ու վայելելու վրա, բայց նայեք, այստեղ վայրկյանական ինչ-որ կործանարար վայելքների մասին չի խոսքը, այստեղ կարևոր է այդ ֆինանսը չներդնել օրինակ ալկոհոլի, թմրանյութերի կամ այլ վատ կախվածությունների մեջ, այլ փորձել հենց մեր ընտանիքի, մեր կողակիցների կյանքը ավելի գեղեցիկ, ավելի շքեղ դարձնելու համար, որովհետև ցուլի տարերքը ցուլի նշանը ամեն ինչ շատ ռեալիզացվում է հենց գեղեցիկի պայմաններում։ Իսկ այդ գեղեցիկը, ռելաքսն ու կոմֆորտը կարևոր են այս համաստեղության մարդկանց համար։ Ֆինանսական հարցերում նաև պետք է լինել փոքրինչ զգույշ այլ ծայրահեղությունից խուսափելու համար, երբ որ մարդը անիմաստ վատնում է իր ֆինանսական միջոցները ու ինքն էլ չի հասկանում, թե ոնց 1 միլիոն աշխատեց եւ ոնց 2 միլիոն ծախսեց։ Ուստի կարևոր է լինել պատասխանատու առաջին հերթին ինքդ քո, որովհետև դա քո ժամանակի, քո աշխատանքի արդյունքն է, լինել պատասխանատու այդ փողի հանդեպ եւ փողը օգտագործել հնարավորինս պատասխանատու կերպով նույնպես, որովհետեւ ցուլերը ունեն երկու ծայրահեղություններ, կամ ընդհանրապես չեն ծախսում, կամ չափից դուրս շատ են ծախսում։ Իսկ ինչպես գիտենք, որ ճշմարտությունն ու իրականությունը դա երկու ծայրահեղ բևեռների կենտրոնում է, պետք է կարողանանք պահել այդ կենտրոնական ոսկե միջինը։ Անձնական հարաբերություններում այստեղ ունենք մահվան ավագ արկանը, իսկ մահի էներգիայից վախենալը ընդհանրապես պետք չի, սա չի նշանակում, որ մեր սիրելիները մահանալու են։ Տարոյում մահվան քարտը առաջին հերթին
տրանսֆորմացիայի մասին է խոսում, ինչ որ փուլի աստիճանաբար ավարտի եւ նոր փուլի աստիճանաբար սկսելու մասին, ուստի այստեղ հարաբերություններում կարևոր է լինել ուշադիր, որովհետեւ անձնական սիրային հարաբերություններում փոփոխությունները 2026-ի ընթացքում անխուսափելի են։ Այն ցուլերը, ովքեր չեն գտնվում հարաբերություններում, շատ հավանական է, որ 2026 թվականի ընթացքում արդեն սկսեն հարաբերություններ, որովհետև մեր հիմնական էներգիաներից մեկը երկու գավաթն էր, որը մահվան էներգիայի հետ մեկտեղ մեր կյանք կարող է բերի հենց այն միակին, ում երկար ժամանակ պատկերացրել ենք մեր մտքերում, կամ էլ հենց այն միակին, ում հետ կլինի այդ իսկական քիմիան, իսկ եթե դուք զգաք, որ ինչ-որ մեկի հանդեպ ունեք հարաբերություններ, ում հետ կա այդ քիմիան, արդեն պետք է մոռանանք մեր սպասելիքների մասին, որտեղ կարող է դուք ունենայիք ինչ-որ կրիտերիաներ, որ մտածում եք, որ հենց ձեր կողակիցը պետք է լինի այսպեսին, մեկ էլ հոպ հայտնվում է մի մարդ, որ ընդհանրապես չի համապատասխանում այդ կրիտերիաներին, բայց նրա հետ կա այդ զգացմունքները, նրա հետ կա այդ քիմիան եւ դուք նրա հետ զգում եք ինչպես ձուկը ջրում։ Այս պարագայում այս մարդկանց համար 2026-ը շատ հավանական է, որ բերի կողակից։ Իսկ այն մարդիկ, ովքեր գտնվում են հարաբերությունների մեջ, պետք է պատրաստ լինեն, որ 2026 թվականը կարող է բերել որոշակի խնդիրներ, կոնֆլիկտներ եւ որոշ տեսակի նաեւ բացահայտումներ, որովհետեւ այստեղ նաեւ ունենք 7 գավաթը, որը հուշում էր, որ ոչ մի պարագայում չպետք է ապրել սեփական իլյուզիաների ու պատկերացումների մեջ, իսկ մահվան էներգիան այդ ամենը ջրի երես կբերի։ Ուստի հարաբերություններում լինելու է տրանսֆորմացիոն փուլ, շատ հավանական են նաև բաժանություններ, բայց բաժանությունները, եթե լինեն, կլինեն ավելի հանգիստ, կոմպրոմիսային կերպով, երբ մարդիկ իրար հետ պարզապես կխոսան եւ իրար հրաժեշտ կտան։ Անձնական էմոցիոնալ դաշտի հետ կապված ցուլերը շարունակում են գտնվել բավականին հողակցված վիճակում, որովհետև ունենք դրամների բաժը, իսկ այս պարագայում էմոցիոնալ դաշտի հետ կապված ցուլերը իրենց տարերքի մեջ են, այսինքն ավելի հողակցված են, ավելի ոչ էմոցիոնալ են եւ ավելի լավ գիտեն, իրենք ինչ են ուզում ու ինչ չեն ուզում։ Այստեղ շատ կարևոր է, որ դուք հստակ կարողանաք ունենալ ինքնատիրապետում եւ կառավարել ինքներդ ձեզ, ինչը ցուլերի մոտ ինչ խոսք շատ լավ է ստացվում, առհասարակ ցուլերին բարկացնելը շատ բարդ է, բայց եթե բարկացնում են, արդեն փրկության ելք չկա։ Շարունակեք մնալ ձեր հետ հողակցված, ամուր կայուն վիճակներում 2026 թվականին դա ձեզ միանշանակ օգտակար կլինի։ Եվ որպես եզրահանգում տեսնենք, թե որն է 2026 թվականի գլխավոր խորհուրդը եւ գլխավոր զգուշացումը ցուլի համաստեղության մարդկանց համար։ Եվ այսպիսով 2026 թվականին ցուլերի գլխավոր խորհուրդը եւ գլխավոր զգուշացումը։ Գլխավոր խորհուրդը այստեղ 10 գավազանի տեսքով է, շատ կարևոր է, որ դուք ձեզ չծանրաբեռնեք, որովհետև ցուլերը երբեմն ունեն հակում անընդհատ ինչ-որ աշխատանքային պարտականություններ իրենց վրա վերցնելու, նոր պրոյեկտներ վերցնելու, տանեցիների հոգսը վերցնելու, ընկերների հոգսը վերցնելու, սեփական հոգսը բազմապատկելու ու այդ ամբողջ բեռը անընդհատ սիրում են տանել։ Առհասարակ ցուլերը սիրում են իրենց վրա շատ մեծ պատասխանատվություն վերցնել ու մյուսներին դարձնել իրենցից կախվածության մեջ ընկած, շատ կարևոր է, որ դուք չվերցնեք ուրիշի պարտականությունները ձեր վրա, ունենեք շատ խիստ կերպով դրված անձնական սահմաններ, որովհետև եթե դուք սկսեք մյուսների մասին նույնպես հոգ տանել, իսկ իմացեք, որ հասուն մարդկանց համար, ընկերների, տանեցիների համար, ովքեր հիվանդ չեն, ովքեր հասուն են, կարող են աշխատել, իրենց հոգսերը մեր վրա վերցնել ընդհանրապես պետք չէ, այդպես դուք ուղղակի ավելի եք ծանրաբեռնելու ինքներդ ձեզ, ավելի եք վատնելու ձեր կենսական էներգիան եւ դրա դիմաց ոչ մի շնորհակալության չեք արժանանալու։ Մի գնացեք ու մի առաջարկեք ձեր օգնությունը այնտեղ, որտեղ ձեզ ոչ մեկ ոչ մի բան չի խնդրել։ Հետագայում դուք ոչ մի տեսակի պարգևատրման դրա դիմաց չեք արժանանա։ Կարևորեք ինքներդ ձեր հանգիստը, առաջին տեղում դրեք ինքներդ ձեզ, մի սենց լցվեք հոգսերով ու պարտականություններով։ Երբեմն նաև աշխատանքից ելնելով շատ ցուլեր վերցում են նոր պրոյեկտներ, նոր աշխատանքներ զուտ պաշտոնի բարձրացման, շատ փող աշխատելու համար, բայց դա նույնպես ձեզ կհյուծի ու շատ կարևոր է, որ դուք չմոռանաք հանգստի մասին, որովհետև առանց հանգստի, առանց որակյալ հանգստի, որակյալ աշխատանք ուղղակի հնարավոր չի անել։
Եվ նաև կարևոր զգուշացում ունենք այստեղ երկու թուրը, հաճախ ցուրերը այնքան են կարճում իրենց մտածողություններից, քննարկումներից, վերլուծություններից, որ մոռանում են քայլեր անելու համար։ Ինչպես ամենասկզբում նշվեց, կարևոր է, որ ցուրերը գտնեն իրենց ներսի այս գավազանների արքայազնի կրակը, որպեսզի կարողանան հասնել իրենց նպատակներին, ու այստեղ նույնպես որպես զգուշացում ունենք երկու թուրը անընդհատ ինչ-որ ներքին մտորումների, ներքին վերլուծությունների մասին է, իսկ այստեղ շատ կարևոր է, որ վերջապես դուրս գանք մեր ներքին աշխարհից, ներքին վերլուծություններից, բացենք մեր աշխարհը եւ տեսնենք աշխարհը այնպիսին, ինչպիսին որ կա։ Ցուրերը մեծ մինուսներից մեկը այն է, որ իրանք լինելով որևիցե աշխարհ հայացքի տեր մարդ, ունենալով որոշակի կրթական սենս, մոռանում են, որ այս աշխարհում մյուսները տարբեր են։ Դու կարող ես ավարտես լինես մագիստրը, դու կարող ես լինես դոկտոր, պրոֆեսոր, բայց միևնույն ժամանակ կարող ես շփվել մարդու հետ, ով չի ավարտել անգամ միջնակարգ դպրոցը, ու այդ պարագայում տվյալ մարդուց չպետք է ակնկալես ինչ որ գերբնական մտածողություններ, մտքեր եւ այլն։ Ուստի կարևոր է, որ աշխարհին ցուլերը նայեն ռեալ, նենց ոնց որ կա աշխարհը, չընկնեն ավելորդ overthinking-ի մեջ, չփորձեն խորանալ ինչ որ մանրուքների դետալների մեջ, որովհետև դա ձեզ վնասելու է։ Կարևոր է, որ այդ մտածողության փուլը այնքան չերկարի, որ դուք մոռանաք, թե ինչի մասին եք մտածում։ Կարևոր է գործել եւ չկորցնել իրականության զգացողությունը։ Դե ինչ, ցուլերի համար 2026 թվականի կանխատեսումը այսքանն էր, իսկ եթե ցանկանում եք ունենալ ձեր անձնական 2026 թվականի կանխատեսումը կամ խորհրդատվություն այլ թեմայով, կարող եք գրել անձնական նամակ իմ Instagram-յան էջին, որը դուք կրկին տեսնում եք ձեր էկրանին։ Խորհրդատվությունները անցկացվում են թե ձայնային հաղորդագրության միջոցով, թե տեսազանգի եւ թե օֆլայն դեմ առ դեմ հանդիպման։ Չեք մոռանում հավանել այս տեսանյութը, որովհետև ձեր լայքը շատ կարևոր է ալիքի առաջխաղացման եւ զարգացման համար, իսկ մեկնաբանություններում նաեւ գրեք ձեր կարծիքն ու տպավորությունները, եթե դուք ցուլի համաստեղության տակ եք ծնվել, կամ գրեք ձեր հորոսկոպի նշանը, որ հաջորդ տեսանյութը լինի հենց ձեր մասին։ Հաջողություն, կտեսնվենք հաջորդ հաղորդման ժամանակ։